Հարց տալ 3 ամիսներ անց ըստ էության քաղաքային իշխանությունները առաջին անգամ խոստովանեցին, որ ավտոբուսների ուղևորցի թեր հավաքագրում կա։ Նախ ինչով եք պայմանավորվում 20-ից 30% ըստ քաղաքապետ Ավինյանի թեր հավաքագրումները, որն է սրա պատճառը ձեզ, եւ երկրորդ դուք նախագիծ եք ներկայացրել, որը կարծես տեղում դոփում է, չընդունվեց ազգային ժողովում, չքննարկվեց, որ փուլում է այժմ։ Շատ բարի, նախ ես կարծում եմ, որ այն պահից սկսած, երբ ավականու ներողություն եմ խնդրում գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ շաբաթական կտրվածքով երբեմն եթե օրինակ ներողություն եմ խնդրում նիստ չի լինում օրինակ քաղաքապետի բացակայության պատճառով երկշաբաթյա կտրվածքով, երբ որ այդ թվերը զեկուցվում են, իսկ դա սկսել է մինչև այդ բոյկոտային գործողությունները, հա, դեռ անցած տարի եւ շարունակվել է զեկուցվել։ Ինձ թվում է այդ պայմաններում արդար չի ասել, որ մենք ինչ-որ բան փորձել ենք թաքցնել կամ նոր ենք խոստովանել եւ ըստ էության, երբ որ դու թվերը անընդհատ հրապարակում ես, ի սկզբանե հնարավոր էր այդ թվերը համադրելով, որ պարզ դառնար, որ կան թեր հավաքագրումներ, ներողություն եմ խնդրում։ Սխալվում եք, ուշադիր չեք հետևել, էլի եմ ասում, այն թիվը, որ ինչքան է հասույթը գնալով ավելանում եւ այլ, անցած տարվանից գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ զեկուցվում է, ինչ որ բայ չէր զեկուցվում, դա սկսել է զեկուցվել եւ երբեք չի դադարել զեկուցվել, իհարկե մենք պարզ հասկացել ենք, որ հնարավոր է թվերը համադրել եւ ֆիքսել, որ կա թեր հավաքագրում։ Ինչի պատճառով է թեր հավաքագրումը, թեր հավաքագրումը նրա պատճառով է նաեւ, որ մեր գործընկերները որոշ ժամանակ հորդորեցին ինչ-որ քանակի մարդիկ, ինչ-որ քաղաքական տրամաբանությամբ սկսեցին չվճարել եւ հետո կարծում եմ այդ գործընթացը կարող ենք բոլորս արձանագրել, որ դադարել է որպես քաղաքական գործընթաց, այն ինչ-որ ունենք մենք հիմա, դա ուղղակի անպատասխանատվություն է, դա ուղղակի առիթից օգտվել է, կներեք այս արտահայտությունից համար, որ մարդիկ գիտեն, որ դեռևս արկա չի որևիցե պատժողական վարչական իրավախախտման տեսանկյունից իհարկե մեխանիզմ եւ կներեք այս արտահայտությունից համար առիթից օգտվում են չեն վճարում, որն է մեր գործողությունը եւ վերաբերմունքը այդ մասով, ինչպես դուք ճիշտ նշեցիք, համապատասխան օրենսդրական նախագիծ է մշակվել, որ ազգային ժողովում տեղում չի դոփում, հենց անցած շաբաթ մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում ազգային ժողովի գործընկերների հետ, որոնք որոշ հիմնավոր դիտարկումներ են անում, որոշ դիտարկումներ, որոնց հետ մենք համաձայն չենք, այսինքն այդ նախագիծը, ինչպես եւ բոլոր ազգային ժողովի նախագծերը պատշաճ քննարկվում է եւ կարծում եմ, որ բոլոր մտահոգությունների փարատումից հետո կընդունվի վերջո ազգային ժողովի կողմից եւ այն քաղաքացիները, որոնք դրսեւորում են այս դեպքում անպատշաճ վարքագիծ եւ իրենց են վնասում առաջի հերթին, որովհետեւ այդ իրենց վարքագծի արդյունքում, այդ թեր հավաքագրումների արդյունքում քաղաքապետարանը օրինակ չի կարողանում նոր տրոլեյբուսներ, նոր ավտոբուսներ ձեռք բերել, որ հենց այդ նույն քաղաքացիները ավելի կարճ կանգառում սպասեն։ Մենք ուրեմն եթե այտենց այս գիտակցության մակարդակը չի աշխատում, իրենց դեպքում կաշխատի տուգանքին մեխանիզմը։ Նախագիծը ուրեմն բավականին փոփոխվել է կառավարությունում Կարակ ցածրացնենք Շնորհակալ։ Հա, չէ, ես որ անգամ ես եմ ինձ ընդհատում, մեկը տհաճը։ Ուրեմն մենք քննարկում ենք ազգային ժողովում փոփոխությունների մասով չեմ բացառում բնականաբար, որ կարող են լինել փոփոխություններ, որովհետեւ այս պահին ֆիքսել ենք, որ ինչ-որ բան պետքա փոփոխվի, նման արձանագրում դեռ չկա։ Թղթային քարները դուրս են գալու միայն էլեկտրոնային են։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք, որովհետեւ թղթային QR նախ ինձ թվում է, որ որևէ տեսանկյունից ինքը մասսայական իր օգտագործումը լավ չի։ Ինչու՞։ Թղթի սպառման տեսանկյունից լավ չի, այն որ այդքան ծավալով օգտագործվում է օբյեկտիվորեն, ինչքան էլ մեր գործընկերը աշխատի, ինչ որ պայի, ինչ որտեղ թուղթը վերջանում է, նաև ունենում ենք խնդիրներ, որ տպագրությունը տոմսի QR կոդի ոչ այնքան լավ է տեղի ունենում, այսինքն իրականում այդ մեկ անգամյա թղթային տոմսերը պետք է լինեն բացառություն, ոչ թե կանոն, եւ մենք գործողություններ կատարելու ենք եւ կատարում ենք այն ուղղությամբ, որպեսզի մարդիկ ասեն այլընտրանքային վճարման միջոցներին, այն տրանսպորտային քարտին, բանկային քարտին, այդ տատիկ պապիկների մասով, բայց ամեն դեպքում կարծում եմ տատիկ պապիկներ էլ կլինեն, չեմ ավարտել։ Տատիկ պապիկներ կլինեն, որոնք նաև հնարավորություն կունենան բջջային հավելվածով օգտվել։ Տեր Մարգարյանը ինչպես եղավ ձեզ կրթուքից 20 օր անց միայն հրաժարական տվեց։ Դուք ինչ քննարկում եք։ Թեմայից թեմայինք ես կարծում եմ, որ պարոն Տեր